Հանցագործ կապ։ Տաթևիկ Միքայելյանը, նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Լևոն Աչինյանը եւ վերջինի ազգական Կարո Դոխոյանը մեղադրվում են 2 տարեց անձի նկատմամբ ավազակային հարձակմամբ գույքի հափշտակության, Աչինյանն ու Դոխոյանը նաեւ տուժողներին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ Իրեն մեղսագրվածը Տաթևիկ Միքայելյանը ընդունել է եւ տվել խոստովանական ցուցմունքներ։ Տվյալ քրեական գործով իրականացնում Տաթևիկ Միքայելյանի շահերի պաշտպանությունը, ում մեղադրանքի առաջադրված քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի առաջին մասով ավազակության օժանդակում, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խմբի կազմում ավազակային հարձակում կատարելու համար 178-րդ հոդվածի առաջին մասով խաբեության կամ վստահությունը չհրաժարելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության համար մեղադրանքի առաջադրված 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով իր կողմից նկարագրված արարքները, այն թե ինչի մասին է ինքը տեղեկացված եղել, թե կոնկրետ ինչ է պատրաստվում եւ ինչ եղանակով է պատրաստվում նկարագրված հափշտակությունը, իմ պաշտպանյալի արարքում համենայն դեպս 175-րդ հոդվածով նկարագրված հանցակազմ չկա։ Պարզապես նախաքննական մարմնի անհիմն հետևությունն է։ Մնացած բոլոր մեղադրանքներով պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքներն ընդունել է եւ գործի փաստական հանգամանքների վերաբերյալ տվել է մանրամասն ցուցմունքներ, այդ թվում նաև ինքնախոստովանական։ Սպանության 2 դեպքերն վերագրվում են ժամանակագրական առումով 2014 թվականին։ Առաջին դեպքը Սերոժա Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով պաշտպանյալս ցուցմունք է տվել այն մասին, որ տեղեկանելով իր հետ համատեղ բնակվող, իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Լևոն Աչինյանից, որ վերջինս ունի ֆինանսական խնդիրներ, այն սխալը պատմության մեջ են ընկել լուսուս։ Ինչ Պապին հիշում ես, որ ես իրանց տունը գնում եմ մաքրություն եմ անում, շատ հարուստ է։ Դու մենակ տնաս ինչ կան ոսկեղեն ունի լով։ Այն մի բան կազմակերպենք այդ ոսկեղենը կողանանք։ Մի բան արա էլի ցավը տանը։ Իսկ այդ պապիկը քնում ցերեկները, երբ որ կանի, ես քեզ կզանգեմ մի կես ժամ առաջ ու դու կգաս, որ տանաչը կկազմակերպենք։ Ես սպասում կուզանի։ Երբ որ տուժողը քնել է, պաշտպանյալս տեղեկացրել է Լևոն Աչինյանին։ Լևոն, կես ժամից արի, գնացել է քնելու։ Տաթևիկ։ Այո։ Ես մի հատ բան կգցեմ վրես պատմում։ Վերջինս բարձրացել է տուն եւ մտել է այդ անձին ընջասենյակ։ Այնուհետև արդեն ըստ իմ պաշտպանյալի ցուցմունքների ինքը տեսել է, թե ինչպես է Լևոն Աչինյանը այդ անձին գլխի ետնամասին բարձրացնած հեղտամահ է անում։ Այնուհետև Լևոն Աչինյանը վերցրել է այդ բոլոր ոսկյա զարդերը, շղթան, այդ թևնոցը, մատանին եւ իրենք հեռացել են։ Ոսկյա մի քանի զարդերի մասին է խոսքը։ 1 միլիոնից մի փոքր ավելի գումար է կազմում ընդհանուր ըստ քրեական գործունեների։ Մյուս մահացած անձը, նրա անունը եւս Սերյուժա է, մահացած անձանց եւ Լևոնի ու Կարենի միջև այսպես եթե կարելի ասել ընդհանուր կապողակը նաեւ որ Տաթևիկը նրանց հետ աշխատել է։ Մյուս տղան ըստ իմ պաշտպանյալի ցուցմունքների Լևոն Աչինյանի ազգականն է եւ իրենք հարաբերվել են հենց այդ ֆոնի վրա։ Այսինքն իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձի իբրև բարեկամ է ճանաչել Կարո Դոխոյանին պաշտպանյալս։ Մյուս Սերյուժայի հետ կապված Մանման փաստը պայմանավորված է ըստ գործի հետևյալը։ Կարենին գումար է անհրաժեշտ լինում Ռուսաստանի դաշտություն մեկնելու համար, Կարենը դիմում է Լևոնին, իր բարեկամին։ Այդ համասին մեր կոնսից հաստատ պիտի զբերնի, ասինքն այս գործալիքը ձեր կա, պրոստը մի ես բանի մարած պետք է ապրել հարցերը լուծում թե տոնսա մոմսա ջոնում ես այս փոքր Կարենը մարածն գլխի ուղերից միջել չեմ կարող, չեմ տեղավորում։ Հարցը գիտես որն է։ Ինձ էլ է փող պետք։ Ու մերոն դաժե պետք է Տենան որից եմ ճարում, այդ փողը ճարում։ Տաթևիկը ասում է, որ ամիսներ առաջ ինքը աշխատել է Սերոժանով մի ազնվորության մոտ, մաքրման աշխատանքներ է կատարել նրա գրասենյակում եւ յուրաքանչյուր կատարած աշխատանքի դիմաց վճարվել է 20,000 դրամ գումար է πάρդ, նրա հետ հիմա կապի մեջ չի մտնում որ գումարը տա եւ հնարավոր է որ նա
գումար տրամադրի, ես չեմ գա, բայց դուք գնացեք գումար խնդրելու։ Ալո, Տաթևիկի ամուսինն է, որ ձեր մոտ օֆիսում աշխատում էր, ամաչում էր զանգել, 20,000 պարտք էր քեզի, ուզում եմ հանդիպեմ ապա այդ փողը տան։ Երկու երիտասարդները գնում են Սերոժանով անձնավորության մոտ $6,000 պարտքով գումար ուզելու։ Միմյանց չեն ճանաչում, բայց ավելին իրենք մի ընդհանուր ընկեր ունեն, ով գումար է պարտք չի տալիս, հիմա նորից գնում են գումար խնդրելու։ Ի սկզբանե մտադրությունն այնպեսին էր, որ դեպքը ներկայացնել այնպես, որ այդ 20,000 պարտք գումարն են փորձում վերադարձնել դուժողին։ Տեսեք դա 20,000 է, բայց ես վերջերս մի հատ ունեցած տասնային Գումարային հարց կա։ Ցավոտանեմ տոկոսով է, ինչով է։ Ու հարցը հենց է, ցավոտանեմ տոկոսն էլ կտանք, շնորհակալություն էլ կհայտնենք։ Էս ինչ է էլի։ Փոփար ջան, նայ ոնց է, ես Մոսկվայում գործ եմ դնում, ինքը լավ նոր սկսում է, էլի գործը զարգանում է, ու ակտիվ է թվում։ Ոստի իմանան հա վիճակը ասեն, այստեղ մի քիչ որոշակի հարցեր կան, դե պետք է մի քիչ գումար դրվի, մոտ մի $6,000 կարգի փող է պետք։ Այդ նույն օրը մի դեպքում Սերոժան ասում է, որ ես ձեզ հիմա չեմ պատասխանում, պատասխանը Տաթևիկի միջոցով ձեզ կհայտնեմ, մեկ այլ դեպքում ասում է ուշ կզանգահարեք, մենք չենք կարող դեռևս կողմնորոշվենք, ի վերջո ինչ է իրականում տեղի ունեցել։ Երկու երիտասարդ մոտենում են Սերոժային, ում ինքը չի ճանաչում եւ իբր թե պայմանավորում են $6,000 պարտքով գումար տալու մասին։ Այդ հանդիպումից 1-2 ժամ հետո զանգում են մեկ այդտեղ ինչ-որ այգում հանդիպում։ Ըստ իմ պաշտպանյալի ցուցմունքների, հանդիպմանը եւ խոսակցությանը ինքը ներկա չի գտնվել։ Ստիքես ինչ եմ ասում, արա։ Արա, իսնգա, արա։ Ինքը սպասել է քիչ ավելի հեռու Լևոն Աչինյանի հետ միասին, այնուհետև Կարո Դոխոյանը արագ քայլով եկել է, մինչ այդ իհարկե ըստ պաշտպանյալի ցուցմունքների ինքը գորգորոցի ձայներ է լսել եւ այլն, եւ Կարո Դոխոյանը իրենց հայտնել է, որ ինքը խեղտամահ է արել Սերոժա Վարդանյանին եւ նրա մոտից հափշտակել է որոշակի իրեր։ Սերոժայի դեպքում ով այգու մեջ է մահացել, վերցնում են Սերոժայի գրպանից բանալիները եւ գրասենյակինը եւ բնակարանինը, գնացել են նրա գրասենյակից ոչինչ չեն տարել, թեև ունեցել են բանալիները, բայց բնականը չգտնելու պատճառով տուն չեն մտել, որպեսզի գողություն կատարեն։ Իհարկե պաշտպանյալս քրեական գործի ողջ քննության ընթացքում այսպես դինամիկ կերպով տարբեր ցուցմունքներ է քրեական գործով տվել, նաև սուտ մատնության մեղադրանք կա քրեական գործով։ Ի սկզբանե պաշտպանյալս լրիվ այլանդի է սպանություն կատարելու մեջ մեղադրել, հայտնել էր, որ այդ սպանությունը կատարել են այլանդինք իր նախկին էլի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ ում հետ որ եղել է այդ անձի մորն էր մեղադրել եւս մեկ Նարեկ անունով անձի հետ միասին հետագայում նախաքննական ցուցմունքներով հայտնել էր, որ Նարեկ անունը մտածածին է, նման անձ գոյություն չունի եւ ինքը անհիմն է այդ անձին եւ իր նախկին ամուսնու մորը մեղադրել տվյալ հանցագործության մեջ եւ ըստ էության ցուցմունքները տվել այն մասին, որ նշված երկու դժողների սպանությունները կատարել են մի դեպքում Լևոն Աչինյանը, մյուս դեպքում արդեն Կարո Դոխոյանը։ Իր ցուցմունքներով հենց պայմանավորված Լևոն Աչինյանին եւ Կարո Դոխոյանին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, կոնկրետ սպանության մեղադրանքով, թե Լևոն Աչինյանը, թե Կարո Դոխոյանը երկուսի նկատմամբ էլ նախաքննության ընթացքում խափամիջոց է ընտրվել կալանավորումը պաշտպանյալիս նկատմամբ խափամիջոց է ընտրվել ստորագրություն չեռանելու մասին։ Մի շարք փաստեր ըստ Հարութ իրականացնող մարմնի հիմնավորվում են գործով անձնող երրորդ մեղադրյալի Տաթևիկի ցուցմունքներով, նա ևս որպես մեղադրյալ հանդես է գալիս։ Իսկ Տաթևիկից ցուցմունքներ վերցվել են դատավարական տարբեր կարգավիճակներ, եւ որպես վկա, եւ որպես կասկածյալի, եւ որպես մեղադրյալի։ Եվ մի քանի տարբեր բովանդակությամբ ցուցմունքներով է մի մասով չի հաստատում, մի մասով հաստատում է, ոչինչ պարզ չէ, ուղղակի անհասկանալի է։ Այս ամբողջ ընթացքում Հարութ իրականացնող մարմինը հատկապես Տաթևիկի հետ կապված դատավարական գործողությունները վարել են այնպես, որպեսզի ցույց տան, թե ինչպես չի կարելի գործ քննել։ Ընդհուպ Տաթևիկը ենթարկվել է ահաբեկման, քննիչի կողմից, սպառնալիքի ազդեցության տակ ցուցմունք է տվել։ Թուղթ են ցույց տվել, իբր թե նկատմամբ արդեն խափանամիջոց են ընտրում, կողքի սենյակում գտնում են սոցիալական աշխատողներով եկել են եւ երեխային պիտի տանեն մանկատուն, հետեւյալ
խոսակցություն է եղել, որը արձանագրված է, որ եթե դու հիմա հետևյալ բովանդակությամբ ցուցմունք չտաս, ապա քո նկատմամբ ընտրված խափանման միջոցը կփոխենք, կկալանավորվենք, իսկ երեխայիդ սոցիալական աշխատողները կտանեն մանկատուն։ Նման պայմաններում ցուցմունքներ են վերցվել եւ ամենացավալին նա է, որ այս փաստերը, որոնք առկա են քրեական գործի նյութերում, որոնց վերաբերյալ նաև համապատասխան գանգատներ ներկայացվել է իմ գործընկերոջ կողմից, ըստ էության որևէ ուշադրության չեն արժանացել, բայց փոխարենը այսպիսի պայմաններում անձից վերցրած ցուցմունքները դրել են մեղադրանքի հիմքում եւ կազմվել է քրեական գործ, որով փաստորեն կա երկու անձանց մահ, սակայն այդ երկու անձանց մահվան փաստի պատշաճ քննություն չի կատարվել, կամ եթե քննությունը կատարվել է կանխամտածված, ուղղորդված, օրենքով չթույլատրված ձևով, առանց որևէ հավաստի կամ հիմնավոր փաստաթղթ ունենալու, մեղադրական եզրակացությունը հաստատել է ներկայացել դատարանին։ Մեղադրանքները բավականին շատ են, ըստ պաշտոնական առաջադրված մեղադրանքի եւ սպանություն, եւ ավազակային հարձակում, գողություն, բավականին շատ դրվագներ կան, սակայն այլ բան իզուտ իրավաբանորեն վիճելի է մյուս մեղադրանքները, որոնք առաջադրվել են, իսկ կոնկրետ սպանության փաստ, որպես այդպիսին մենք համոզված ենք, որ չի եղել եւ չէր կարող նման մեղադրանք լինել։ Ըստ գործի նյութերի ոչ թե կասկած է հարուցում, այլ հավատ չի ներշնչում, ամենևին հավատ, որ երկու անձինք, ովքեր մահացել են, նրանց մահվան պատճառը եղել է Լևոնի կամ Կարենի կատարած գործողությունները։ Չկա այդպիսի հանգամանքներ։ Բնակարանի դեպքը, երբ ինքը գիշերը գնացել է Տաթևիկի հետ իբր թե այդ գողությունը կատարելու։ Ցուցմունք տվել է եւ գողության փաստ այդ ոսկյա զարդերը տանելու հետ կապված դրվագը չի հերքում։ Ոսկյա զարդերի գողանալու վերաբերյալ տանելը, դրանք իրացնելը, ում է իրացրել անգամ նրանք են հարցաքննվել եւ ասել են, բայց սպանություն կատարելու կամ խեղդամանելու վերաբերյալ իրեն վերագրվողը չի համապատասխանում իրականությանը։ Սերոժեն խեղդամա չի արել ինքը։ Ոչ մի տրամաբանություն չկա, այսինքն հիմքեր չկա, որպեսզի ինքը անձին խեղդամա անելու, առավել եւս իր խեղդամա չանելու փաստը հիմնավորվում է առաջինը քննիչի որոշմամբ, որ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրորդը փորձագիտական եզրակացությամբ ձեռքին, եղունգների վրա, մատների վրա Սերոժեն ինչ որ քերծվածներ, կարմրավուն հետքեր դատաբժիշկները հայտնաբերել են, բայց հստակ նշել են եւ առաջի փորձակնության ժամանակ եւ երկրորդ փորձակնության ժամանակ, որ որևէ պատճառահետևանքային կապ ձեռքի վրայի հետքերի եւ մահվան միջև գոյություն չունի։ Ոչ մի հիմնավոր պատճառ չի եղել պատճառահետևանքային կապ տալու Լևոն Աճինյանի գործողությունների կամ Սերոժայի մահվան միջև ոչ մի առնչություն, ոչ մի կապ չի եղել։ Ընդհուպ մինչև երրորդ փորձակնությունը, քանի որ ինքը եղել է Կարենի հետ, ինքը չի կատարել, բայց ինքը ըստ էության ականատես է եղել եւ այդ իրավիճակի մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, այսինքն ինքն էլ հանցագործություն է թաքցրել, բայց նախ պիտի հասկանանք այդ հանցագործությունը եղել է թե չէ կամ որն է եղել շարժարիթը, առանց շարժարիթի հանցագործություն կատարվում է անմեղսունակ անձը։ Հիմա ոչ Լևոնը, ոչ Կարենը անմեղսունակ չեն։ Որևէ ողջամիտ կամ գոնե հնարավորինս փաստարկված պատճառ մեղադրանքի մեջ չկա։ Երբ գնում են արդեն երկրորդ անձից գումար պարտքով պահանջելու, նախ Սերոժան ասում է, ես Տաթևիկի միջոցով ձեզ կտեղեկացնեմ, ձեզ $6,000 կտամ, թե չէ։ Քիչ չէ իրեն անծանոթ երկու երիտասարդների համաձայնվում է նրանց հետ խոսել պարտքով գումար տալու մասին, առավել եւս ողջամտությունը հուշում է ինքը հիմքեր ուներ կասկածելու, որ քանի որ Տաթևիկն է ուղարկել, իսկ Տաթևիկը իրեն 20,000 դրամ է պարտքի եւ ամիսներ շարունակ իր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ինքը հիմքեր ուներ այդ երիտասարդներին ոչ միայն չվստահի, այլ փողային թեմաներով ընդհանրապես խոսակցություն չվարի, որովհետեւ որևէ ողջամտություն չկա դրա մեջ։ Երբ ներկայանում են, ասում են մեզ Տաթևիկն է ասել, գանք կոմոդ, քեզնից $6,000 պարտքով գումար վերցնենք։ Ընդ որում այդ անձը փնտրում է Տաթևիկին, որ իր 20,000 դրամ իրեն վերադարձնեն։ Եվ ինքը ասում է, ես Տաթևիկի միջոցով ձեզ կտեղեկացնեմ։ Ինչպես պետք է ինքը Տաթևիկի միջոցով տեղեկացնել, երբ ամիսներ շարունակ Տաթևիկը իր հեռախոսազանգերին չի պատասխանում եւ խուսափում է իր հետ հանդիպել եւ այդ 20,000 դրամը վերադարձնել։ Սա էլ բավարար չէ։ Կար ժամանակ հետո, մի 2 ժամ հետո, նույն օրը երեկոյան, այդ տղաները ինքը հանդիպում է ունենում ինչ որ այգում եւ ստեղծում է այնպես իրավիճակ, երբ Լևոնը հեռախոսով խոսալու մի քանի քայլ այն կողմ է գնում եւ հետ է գալիս տեսնում է, որ ըստ գործի նյութերի իբր թե Կարենը խեղդամահ է արել այգում։ Ուղղակի չկա էլ ինչ որ նախադրյալ չկա դրա համար։ Չէ՞ որ ընդամենը երկրորդ անգամ են հանդիպում։ Ավելին Կարենը ակնկալիք ուներ, եթե ճիշտ է առաջադրված մեղադրանք կամ քննիչի այն ենթադրությունները, որ անձը գնացել է պարտքով գումար է խնդրում,
Կարճ ժամանակ հետո նույն օրը երեկոյան հանդիպում է, զրուցում են եւ դռնում է անձին խեղտամահ է անում։ Մի անձի ումից ինքը ակնկալում է, որ գուցեև այդ օրը կամ հաջորդ օրը $6000 պարտքով գումար պիտի ստանա, այսինքն որևէ տրամաբանություն չկա խեղտամահ անելու։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Արցախի 8B շենքի 15 բնակարանում հանկարծամահ է եղել Սերուժա Վարդանյանը։ Փորձագետի 832 եզրակացության համաձայն Սերուժա Վարդանյանի մահվան պատճառը հանդիսացել է սրտի պսակաձև անոթների այրան շրջանառության սուր խանգարումը, որը պայմանավորված է եղել հիմնականում թթվասնային քաղցի հետ։ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին հետաքննիչի որոշմամբ քրեական գործի հարուցումը այդ հիմքով մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով։ Սակայն նյութերի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը մուտք է գործել Սերուժա Վարդանյանի բնակարան եւ այնտեղից կատարվել է գույքի հափշտակություն։ Փաստի արդիվ 27/08/2014 թվականին հարուցվել է քրեական գործ Հ քրորի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ 27/12/2014 թվականին քրեական գործի վարույթը կասեցվել է հանցագործությունը բացահայտված չլինելու հիմքով։ 31/07/15 թվականին Տաթևիկ Միքայելյանը ցույց է տվել, որ 2014 թվականի օգոստոսի 26-ին ժամը 3-ի սահմաններում գտնվել է Վարդանյանի բնակարանում եւ այնտեղ է հրավիրել ընկերոջը Լևոն Աճինյանին։ Սա ըստ վարույթն իրականացնող մարմնի որոշման, որը հափշտակել է քնած Վարդանյանի ոսկյա զարդերը եւ որի ընթացքում էլ Վարդանյանը արթնացել է եւ դիմադրել Աճինյանին։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Լուբարաշեն եւ Վերեբունի վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը որոշում է կայացրել նոր Երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասով 31/07/2015 թվականին Լևոն Աճինյանը գողության փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվում է։ Կրկնում եմ, գողության հարուցված քրեական գործով ձերբակալվում է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվում կալանք։ 31/03/2016 թվականին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որը կայացրել էր հետաքննիչը, վերացվում է։ Կոպիտ կերպով խախտվում է քրեական դատավարության 21 հոդվածի դրույթը, այն է, որ հսկողություն իրականացնող դատախազը վարույթն իրականացնող մարմնի որոշումը կարող է վերացնել 7-օրյա ժամկետում, իսկ բացառիկ դեպքերում միայն գլխավոր դատախազը 21 հոդվածի համաձայն 6 ամիս ժամկետից հետո։ Ստացվում է այնպես, որ 1 տարի ավել ժամանակ հետո նոր միայն վերացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը։ Այն էլ ոչ գլխավոր դատախազի կողմից, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, որը միայն կոպիտ օրենքի խախտում է։ Իսկ սպանության գործով քրեական գործ է հարուցվում 31/03/2015 թվականին։ Այսպես, եթե դեպքերի փաստական հանգամանքների շարունակական հաջորդականությունը նայում ենք, Աճինյանը կալանքի տակ է գտնվել 1 տարի 4 ամսից ավելի ժամկետով ավելի շուտ, քան քրեական գործ հարուցելու որոշումը։ Այս փաստը ինքնին միայն բավարար է, որպեսզի Եվրոպական դատարանը ոչ միայն Աճինյանի կալանքի տակ գտնվելը համարի անօրինական, այլև վճիռ կայացնի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Վարույթը սկզբում իրականացվել է քննչական կոմիտեի Երևանում միջազգային քննչական կոմիտեն, այնուհետև քննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի հատուկ գործերով քննության վարչությունը եւ գործը գտնվել է կարևորագույն գործերով քննիչ Բադալյանի վարույթում։ Ինչն է հետաքրքիր, 2015 թվականին գլխավոր դատախազությունը նոյեմբերի 3-ին դիմում է սահմանադրական դատարան 21 հոդվածի վերաբերյալ ժամկետը, որով գլխավոր դատախազը իրավասու է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը այդ ժամկետի վերաբերյալ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, այսինքն դատախազությունը ինքը ընդունում է, որ իրավունք չունի այդ հիմքով 6 ամիս ժամկետը անցած լինելու հիմքով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը եւ իր կողմից սահմանադրական դատարան դիմելով, որ այդ ժամկետը պետք է հակասահմանադրական ճանաչվի, ընդունում է, որ առկա է օրենքում այսպիսի խնդիր եւ տեղի ունեցել խախտում։ Եվ սահմանադրական դատարանը բնականաբար դատախազության դիմումը չի բավարարում։ Այսինքն ընդունում են, որ իրավունք չունեն, բայց այդպես են կատարել եւ այն էլ ոչ թե գլխավոր դատախազի կողմից, այլ գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հատուկ գործերով քննության վարչության
դատախազ Բարսեղյան։ Սա հարից չէ Հայաստանի Հանրապետությանը, որը իրեն հռչակել է իրավական երկիր, սակայն անձին պահում են անազատության մեջ այն դեպքում, երբ որ չունեն հարուցված քրեական գործ։ Այդուհանդերձ դատախազը վերացնում է եւ 1.5 տարի հետո այդ հոդվածով եւս մեղադրանք է առաջադրվում, որպեսզի այդ մեղադրանք, այսպես ասած, մեր պաշտպանյալին նկատմամբ առաջադրեն, ցավալիորեն պրակտիկայում լայն տեղ գտած մեթոդներն են կիրառում։ Այլ գործերով եւս դա կա։ Նախ ստանում են դատաբժշկի փորձաքննություն, ըստ փորձագետի եզրակացության, տվյալ անձի մահվան պատճառի եւ Լևոնի գործողությունների միջեւ որևէ պատճառահետևանքային կապ չկա եւ մահվան պատճառը եղել է առողջական խնդիրները։ Այնուհետև վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակվում է լրացուցիչ փորձաքննություն, այս փորձաքննությամբ եւս ըստ էության չի հաստատվում մահվան միջև եւ մեր պաշտպանյալի կողմից կատարված գործողությունների որևէ պատճառահետևանքային կապ եւս մի անգամ։ Քանի որ չի ստացվում այն ցանկալի արդյունքը, որին սպասում էր քննիչը, այս անգամ նշանակում է կրկնակի փորձաքննություն դատաբժշկական, այսինքն արդեն երրորդը։ Սա արդեն գործի քննության ընթացքում 1 տարի հետո եւ այս անգամ անհասկանալիորեն նույն փաստական հանգամանքների շրջանում փորձագետներն են նույն ելակետային տվյալները, ավելին ասեմ, եթե անձի մահվանից հետո անմիջապես տեղ ունեցած փորձաքննություն, դրանից մի քանի ամիս հետո եւս մյուս փորձաքննությունը, ըստ էության նույն ելակետային տվյալներն են, փաստակազմը նույնն է, կապ չկա, մոտավորապես 1.5 տարի հետո մեկ այլ հանձնաժողով որոշում է, որ կա պատճառահետևանքային կապ։ Սույն դեպքում քննիչի թեթև ձեռքով, իհարկե դրան անմասը չի մնում նաև հսկող դատախազը, մեղադրանք է առաջադրվում նաև սպանության մասով։ Իհարկե այդ դեպքերի վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումներ են առկա եղել քրեական գործում, հաշվի առնելով հենց սկզբնական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի երկու տուժողների մահն էլ վրա է հասել վերջիններիս մոտ առկա համապատասխան սրտանոթային հիվանդությունների արդյունքում։ Այնուհետև իմ պաշտպանյալի ցուցմունքներից բխող նշանակվել են լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննություններ, որոնցից մեկով կրկնակի փորձաքննությամբ հավանական այսպես եզրահանգման են հանգել փորձագետները, հնարավոր է մահը վրա հասած լինի մեխանիկական ներգործության արդյունքում, նշանակվել է դրան հաջորդող եւս մեկ դատաբժշկական արդեն լրացուցիչ փորձաքննություն անձնաժողովային, որով արդեն կատեգորիկ կերպով փորձագետները հանգել են հետևության, որ մահը վրա է հասել մեխանիկական, այսինքն արտաքին ներգործության արդյունքում, այլ ոչ թե նրա մոտ առկա սրտանոթային հիվանդության արդյունքում։ Մյուս տուժողի մասով նույն պատկերն է, սկզբնական փորձաքննության եզրակացությամբ որևէ արտաքին ներգործության հատկանիշներ չեն եղել, այնուհետև արդեն իմ պաշտպանյալի ցուցմունքներին համաձայն նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, կրկին հանձնաժողովային, որով արդեն փորձագետները այսպես կատեգորիկ կերպով հետևության են հանգել, որ մահը վրա է հասել կրկին մեխանիկական ներգործության արդյունքում, այսինքն խեղդամահ անելու արդյունքում։ Վերջին երկու փորձաքննությունները, որոնք նշանակվել են, գաղտնի է պահվել պաշտպանական կողմից, ընդհանուր մենք իրավունք չենք ունեցել ծանոթանալ այդ որոշումներին, մենք իրավասու ենք ծանոթանալ որոշումներին, միջնորդություններ հարուցել, բացառքայտնել փորձագետին, միայն նախաքննության ավարտին մենք հնարավորություն ենք ունեցել ծանոթանանք այդ ինչպես դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, այնպես էլ այդ որոշումներին։ Իրեւ եզրակացություններից երկրորդը կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունը, որը նույնպես նշվում է, որ մահվան պատճառը հանդիսանում է թթվածնային քաղցը, այն բնորոշ չէ մեխանիկական շնչահեղձությանը, ասֆիքսիային եւ դիակի վրա Վարդանյանի արկա մարմնական վնասվածքները պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում մահվան հետ։ Դրանից հետո նշանակվում է երրորդ փորձաքննությունը, հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննությունը, որի կատարումը հանձնարարվում է ՊՈԱԿ-ին եւ զարմանալիորեն փորձագետը առանց ըստ մեր համոզմունքի վերլուծելով կազմաբանությունը փորձաքննության նշում է, որ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է եւ դիակի վրա առկա վնասվածքները մահվան հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ։
Հիմա եթե գնահատման խնդիր է, ապա ինչպես են գնահատել 3 փորձաքննության եզրակացությունը։ Փորձագետները նախազգուշացված են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։ Ինչու չեն հրավիրել փորձագետներին այս հակասական եզրակացությունների շուրջ քննություն կատարելու։ Եվ վերջը քրդատորի 17 հոդվածի պահանջներից ելնելով դա կապահովեր գործի լրիվությունը։ Եթե արկա չէ միանշանակ մեկ եզրակացություն, արկա է հակասական դատաբժշկական եզրակացություն, այս պայմաններում առանց փորձագետներին հարցաքննելու, առանց այն երկու եզրակացություններին իրավական գնահատական տալու, ինչպես կարելի այսպիսի ծանր մեղադրանքով գործ ուղարկել դատարան։ Երկու անձանց մահվան վերաբերյալ այս դրվագները, որոնք ապօրինաբար որակվել են որպես սպանություններ, եւ Լևոնի եւ Կարենի այդ մասով մեղադրանքներ են առաջադրվել, ըստ էության հիմնավորվում են երկու փաստով. երրորդ փորձաքննության, դատաբժշկական երրորդ փորձաքննության տվյալներով եւ մեղադրյալների ստաթևիկի ցուցմունքներով, որ ուղղակի ակնհայտ եւ ապօրինի ճնշումների հետևանք է եղել։ Վարույթի իրականացման ընթացքում իմ կողմից միջնորդություն են ներկայացվել կոնկրետ գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին եւ միջնորդել են քրեական գործի վարույթը կարճել, քանի որ գործում բացակայում էր քրդատորի 202 հոդվածով սահմանված բավարար ապացույցների համակցությունը։ Նույնիսկ նշել են, որ եթե ընդունում ենք դեպքի վայրում արկա է եղել 3 անձ, մեկը հանգուցյալ է, մեկը ասում է չի եղել, այն մյուսն էլ տարբեր հակասական ցուցմունքներ է տալիս, ապա ինչպես է ապացույցների բավարար համակցությունը գնահատել եւ ամենակարևորը մենք չունենք իրավաբանական նշանակության փաստը, սպանության դեպքը, որ տեղի է ունեցել սպանություն։ Գլխավոր դատախազությունից որոշում կայացրեցին պաշտպանի միջնորդությունը հետաձգելու վերաբերյալ։ Քանի որ այդ ժամանակահատվածում իրենք դեռևս չէին ունեցել իրենց ցանկալի վերջին երրորդ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որ մահվան պատճառը կարող է լինել մեխանիկական շնչահեղձությունը։ Եվ ի դեպ գործը այդպես էր գնաց դատարան առանց պաշտպանի միջնորդությունը քննարկելու, իսկ քրդատորի 199 հոդվածի համաձայն բոլոր միջնորդությունները ենթակա են քննարկման եւ մենք պատրաստվում ենք դատարանում վիճարկել նաեւ դատախազի անգործությունը։ Գտնում եմ, որ գործով ոչ միայն չի պահպանվել քրեական դատավարության նորմերը, այլև կատարվել է այնպիսի փաստեր, իրողություններ, որոնք ոչ մի ընդհանուր առնչություն չունեն քրեական դատավարության օրենսդրության հետ եւ հարիչ չէ իրավական երկրին։ Թեկուզ եւ կրկնում եմ, այն փաստը, որ չի եղել քրեական գործ հարուցված, սակայն կալանքի տակ 1 տարուց ավելի ժամկետով գտնվել է անց, սա արդեն անթույլատրելի է։